Բարի վերադարձ առաջին ծրագիր, շարունակում ենք մեր եթերը եւ ես սիրով ուզում եմ տեղեկացնել, որ Թաթուլ Ալթունյանի անվան Հայաստանի երգի պարի պետական անսամբլը 87 տարի, ինչպես հայրենիքում, այդպես էլ Հայաստանի սահմաններից դուրս պատվով ներկայացնում է հայկական ժողովրդական երաժշտությունն ու երգը։ Հայ ժողովրդական երգ երաժշտության վարպետների եւ տաղանդաշատ երիտասարդների կատարումները կարող եք վայելել հայկական երաժշտությունը, երգերն ու պարերը խորագիրը կրող համերգային ծրագրի ընթացքում, որն իրական ու բազմաբովանդակ ճանապարհորդություն է դեպի հայկական երաժշտական աշխարհ։ Եվ այս առիթով մեր տաղավարում է Արտավազդ Մելքոնյանը, Թաթուլ Ալթունյանի անվան երգի պարի պետական անսամբլի մենապարող։ Բարի առավոտ։ Բարի լույս։ Ոնց եք։ Շատ լավ։ Դուք Հիանալի։ Խոսենք ամսի 10-ին կայանալիք այս գեղեցիկ ու հրաշալի երեկոյի մասին։ Ինչ է ներառված ծրագրում, ինչ է լինելու, ինչ սպասի հանդիսատեսը։ Ուրեմն ամսի 10-ին, ինչպես նշեցիք, ժամը 19:00-ին մեր անսամբլի մեծ ու շքեղ համերգն է կայանալու, որտեղ որ ելույթ են ունենալու եւ մեր նվագախումբը, երգչախումբը, պարախումբը ամբողջը միասին մի հատ մեծ շքեղ համերգ է կազմակերպված, ընդգրկված են բոլոր այն լավ գեղեցիկ համարները, որոնք որ այս տարիների ընթացքում միշտ դեպի գրավել են դեպի անսամբլը հանդիսատեսին, միշտ շատ ուժեղ ծափահարություն են բերել ու ցուցադրվել են աշխարհի տարբեր երկրներում։ Իսկ դուք քանի տարի է 87 տարվա պատմություն ունեցող անսամբլի մասնիկն եք։ Կոնկրետ այս անսամբլում ես արդեն 2 տարի աշխատում եմ, մինչև այդ աշխատել եմ Պարի պետական անսամբլում 2005 թվականից։ Դուք նշեցիք, որ նաև աշխարհին է ներկայացնում այն ամենը, այն մեծ ժառանգությունը, ինչը մենք ունենք։ Իսկ ինչպես է աշխարհը արձագանքում ամեն անգամ, երբ որ անսամբլը բեմում է լինում։ Հոտնկայս։ Այո։ Էմոցիաների դաշտը երևի թե ավելի մեծ է։ Էմոցիաների դաշտը մեր մոտ ահռելի մեծ է, որովհետև գիտակցում ես այն պատասխանատվությունով, ինչ որ ներկայացնում ես քո երկրի մշակույթը, երգ, պար, երաժշտությունը ամբողջ աշխարհին ու մարդիկ չճանաչելով կոնկրետ այդ պարը, երգն ու երաժշտությունը հոտնկայս ծափահարում են, այդ արդեն շատ մեծ բանի մասին է խոսում։ Քանի պարող կա անսամբլում։ 26-27։ Եվ որն է անսամբլի առանձնահատկությունը, քանի որ պատմություն ունեցող անսամբլները լրիվ ուրիշ մակարդակի վրա են լինում, լրիվ ուրիշ էմոցիաներ են կարողանում փոխանցել բեմից։ Մեր ամենամեծ առանձնահատկությունը այն է, որ երգ, երաժշտություն եւ պարը բոլորը միախառնված է իրար։ Մյուս պետական կոլեկտիվները միայն պարը ներկայացվում, մեր մոտ արդեն կա եւ երգը, եւ երաժշտությունը, եւ պարը։ Մեր մեծ առանձնահատկությունը դա է։ Եկեք հասկանանք ինչ է լինելու ծրագրում։ Կան արդեն ընդգծված երգերն ու պարերը, որոնք արդեն տեղ են գտել։ Պարտադիր։ Որոնք մի քանիսը նշենք։ Հոտաղների պարը, շալախոն, Սարերի հովին մեռնեմ աղջիկների, որը որ շատ մեծ արձագանք է գտնում ամենտեղ, որտեղ որ ներկայացվում է, ոչ միայն Հայաստանում, այլ նաև երկրից դուրս։ Բոլոր պարերը ուղեկցվում են նաև երգով, այդպես է, չէ՞։ Չէ, պարեր ունենք, որոնք որ միայն երաժշտություն է։ Հա, կան պարեր, որ նաև երգով է կատարվում։ Կա պար, որ առանձնահատուկ է ձեզ համար։ Ինձ համար երևի թե հոտաղների պարը։ Ինքը համեմված է տեխնիկական շարժումներով տղաների կոնկրետ ու ես իմ համար ավելի հոգեհարազատ է տեխնիկական վարժություններով, շարժումներով պարերը։ Հյուրախաղերը կարևոր են ձեզ համար, այսինքն երբ Հայաստանի Հանրապետության սահմաններից դուրս եք հանդես գալիս, լինում եք օտարերկրյա հանդիսատեսի առաջ, Սփյուռքում ապրող մեր հայրենակիցների առաջ, ինչ է դա ձեզ տալիս, ինչով է լցնում, ինչ էներգիա է ավելացնում։ Էներգիան շատ մեծ է ու մենակ այն փաստը, որ մենք մինչև երկրից դուրս գալը իմանում ենք, որ արդեն երկրից դուրս են գալիս, մեր մոտ մի քիչ ավելի ուժեղ է արտահայտվում էմոցիաները։ Դե բոլորս էլ ուրախանում ենք, նորմալ է բոլորի համար, լավ է երկրից դուրս գնալը, երկիր տեսնել, մեր համերկրացիներին տեսնել, որոնք որ ապրում են երկրից դուրս ու այդ կարոտը, որ ապրում են իրանք, մեզ տեսնելուց աննկարագրելի է։ Այս երկար տարիների ընթացքին երգ եւ պարի անսամբլը ունի կարևոր ժառանգած սլոգան, հա, որը ամենակարևորն է եւ ամեն անգամ միշտ պարտադիր բեմ բարձրանալուց առաջ բոլորով միասին հենց այդ միտքն եք կրում։ Պարտադիր ուրախացնել հանդիսատեսին։
Իսկ երբ 2 տարի առաջ եկաք հենց այս անսամբլը, մարդիկ ովքեր ավելի երկար էին այդտեղ, ինչ խորհուրդ տվեցին ձեզ։ Եղիր ինքդ քեզանով։ Նույնն էլ խորհուրդ եք տալիս դուք արդեն նրանց, ովքեր նոր են գալիս։ Պարտադիր։ Եվ ինչ փորձառություն վերցրիք 2 տարվա ընթացքում, ինչ տվեց ձեզ այս անսամբլը, ինչ ավելացրեց ձեր կյանքում։ Ընկերներ, չնայած մեր աշխարհը նենցա, մեր ոլորտը նենցա, որ բոլորս գրեթե բոլորին ճանաչում ենք։ Ամեն դեպքում ավելացրեց ընկերներ, ավելացրեց եւս մի քանի տարիներ աշխատանքի, որոնք որ ես կկարողանամ բեմում ցուցադրել իմ արվեստը։ Մենք բեմում տեսնում ենք արդեն շատ գեղեցիկ կատարումներ, այսպես պրոֆեսիոնալ պարեր, որոնք վայելում ենք, բայց դրա ետևում կանգնած է շատ մեծ աշխատանք, որը կատարվում է։ Ինձ հետաքրքիր ինչ բարդությունների միջով եք անցնում, ինչպիսի օրակարգով եք ապրում, ինչերից եք հրաժարվում, ինչ ժամանցից եք հրաժարվում, որպեսզի այդ ամենը բեմում իդեալական եւ կատարյալ ներկայացնեք։ Մեր առավոտները հիմնականում սկսվում է 10:30 դասական պարից, քրտնում ենք, շատ ենք քրտնում, որ պահպանենք մեր ֆիզիկական կառուցվածքը, մեր տեխնիկան զարգացնենք։ Մոտավորապես մինչև ժամը 1:30-2-ը տևում է մեր փորձերը ու անդադար ամեն օր մենք կատարելագործում ենք մեր արվեստը։ Թե երաժիշտների մասին է խոսքը, թե նվագախումբը, թե երգչախումբը, թե պարախումբը։ Իսկ այս ընթացքում, քանի որ ժառանգությունը շատ մեծ է, այս տարիների ռեպերտուարում տեղ են գտնում գործեր, որոնք արդեն երկար տարիներ անսամբլը ներկայացնում է, արդյոք արվում են նաև նոր աշխատանքներ։ Միանշանակ։ Նոր աշխատանքները արվում են, անկեղծ ասած, մի քիչ հագուստների հետ դժվարություններ ունենք, ոչ միայն մեր անսամբլը, այլ բոլոր պետական կոլեկտիվներն էլ հագուստների, նոր հագուստների հետ կապված մի քիչ խնդիրներ ունեն։ Բայց ամեն դեպքում փորձում ենք նոր բեմադրություններ անել, մեր ղեկավարները փորձում են հնարավորինս օգտակար լինել այդ հարցում, նույնիսկ եթե հագուստները չենք կարողանում նորը ստեղծել, մեր եղած հագուստներով գոնե նոր բեմադրություններ մատուցենք հանդիսատեսին։ Մենք մաղթում ենք ձեզ հաջողություն հունիսի 10-ին կայանալիք համերգին, եւս մեկ անգամ մեր հեռուստատորներին հիշեցնենք, որ հունիսի 10-ին ունենք հնարավորություն վայելելու Պարի եւ երգի անսամբլի այս հիանալի երեկոն, որը տոն է լինելու այն մեծ ավանդության, որը ունի անսամբլը եւ որին ավելանում են նոր գործեր։ Եվ մաղթում ենք, որպեսզի այդ ամենը անցնի շատ գեղեցիկ, ուզում եմ ձեզ նվիրել բացիկ, արև բացիկներից, որը նախատեսված է սիրելի ու հարազատ մարդկանց նվիրելու համար։ Ձեզ նվիրում եմ Սայաթնովայի տողերը, չկա քիզի նման, քիզ նման, դունիս աննման։ Սա ձեզ նվիրեք ձեզ համար կարևոր մարդկանց։ Շնորհակալություն եւ շնորհակալություն։ Հիմա կլինի կարճատև դադար, որից հետո կվերադառնանք եւ կշարունակենք առաջին ծրագիրը։